մենք ունենք որոշում այս գործող, ասենք քաղաքական թաշտ կոչեցյալից դուրս տրամաբանությամբ գործիչներ պետք է լինեն, այսինքն վարկաբեկված որևէ մի անձնավորություն պետք չէ ներգրավել, բացառությունները անշուշտ կարելի է ունենալ այսօրվա քաղաքական թաշտից, որ այնտեղ այնպես չէ, որ ամբողջ է, կան այնտեղ բացառություններ, որ արժի այդ մարդկանց նույնպես ներգրավել այս ընդհանուր մաքուր բարոյական գործին։ Ես այն մտքին չեմ, որ շատ քիչ մարդ կա մնացել, որ արժի այդ մարդկանց վստահել, այդպես չէ, սակայն դրանք չեն երևում։ Պետք է այդ մարդկանց գտնել։ Ես այստեղ մի միտք էլ ուզում եմ ավելացնել, մեր շարժման առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ ինչ որ ուզում ենք անենք, այսինքն pedagogical ստեղծման գործում մենք չենք սահմանափակվելու միայն Հայաստանում ապրող կամ Հայաստանի քաղաքացու ներուժը օգտագործելու։ Մենք գարգինը բացում ենք շատ ավելի լայն եւ ամբողջ հայության ներուժն ենք մենք փորձելու օգտագործենք հայոց pedagogical գայացմանը։ Սփյուռք, ջախախայություն։ Այո, եւ ամեն իմաստով, եւ բարոյական, եւ մասնակիտական, եւ ուղղակի մարդկային ռեսուրսով, եւ նյութական այս բոլոր ռեսուրսների մեկդեղմամբ է, որ մեզ հաջողվելու է հայկական pedagogical ստեղծումը մեր հայրենի հողի վրա։ Շնորհակալություն, պարոն Սեֆիլյան, ցավոք սրտի մեր ժամանակը արդեն սպառված է։ Ես հաջողություն եմ մաղթում ձեզ։ Միշտ հուսով։ Հուսանք։ Հարգելի հեռուստադիտողներ, ինձ մնում է միայն հիշեցնել, որ այսօր մենք հյուրընկալել էինք Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին, ստեսյուն եւ ամենայն բարիք։